Գյուղի հոգսերը առաջի հերթին ամենամեծը զբաղվածության խնդիրն է։ Երկրորդը ոռոգման ցանցի արկայությունը, որը կար մեկ անգամ վերածվեց ավերակի, որտեղ այդքան բյուջեի, այդքան ունեցվածքի մեջ չբարեհաճեցին։ Գոնե ամիսը 70,000-ով մի հատ պահակ ձևակերպեին, որ այդ պոմպակայանը տիրություն արեց, ավիրեցին։ Հետո ես լավ տեղյակ եմ, շուրջ 34 միլիոն դրամ նորից ծախսեցին, վերականգնեցին, որը տևեց էլ 3 ամիս։ Դպրոցի հետ զուգահեռ ես աշխատել եմ այդ պոմպակայանում, որը ոռոգում էր ոչ միայն մոտ 120 հեկտար սուսերում, 100 հեկտար արտիգում դաշտեր, նաև Սուսերգյուղի համայնքի բոլոր բնակավայրի բոլոր այգիները։ Այսօր մնացել է կառած ջուր։ Ներդրողների կողմից այս գյուղը ոչ ձեռնատու է, ֆինանսապես ոչ ձեռնատու է։ Երևի եթե որևէ մեկը կարողանա այդ հարցը լուծել, մի փոքր արտել, այդ պետականը ոռոգման ջուրն է, բայց ֆերմեր ասենք մասնավոր մարդը մի փոքր արտել, մի փոքր աշխատանքի տեղ ապահովել, այս գյուղը կզարգանա։ Նոր ծրագրով այսօր դպրոցները կրճատում են իբր, չէ, փակում են։ Վատ երևույթ է։ Ես որպես մանկավարժ գտնում եմ վատ երևույթ է։ Որտեղ եթե այսօր էլ երեխաների կրթության հարցը տեղում չլուծվեց, այդ մանկահասակ երեխաների տեղափոխել Զարինջայում է կառուցվում, մեկ էլ Հացաշենում։ Պրոբլեմ կառաջանա, որտեղ մարդիկ արդեն կուզենան քոչել, դուրս գալ գյուղից։ Այս տարի բառավանդ կատի խնդիրը շատ բարդ է, չեն կարողանում, որտեղ եթե ասենք առաջ հավաքում էին 120-150 դրամ, այս տարի տարապես չհավաքեցին այդ կատնաբտերքը։ Ինչն էր խնդիրը։ Ճիշտ ասած անհայտ է, երևի փոշի կատը։ Ձեռնատու էր մշակ էժան արտադրակը, քան կային այստեղ 150-ով կատ գնեին, տանեին, մշակեին։ Ընտանիքներում բասական ջանք է գնում։ Երևի ամբողջ հանրապետություն, որտեղ մշտապես ինտերնետով նայելով, կապ պահպանելով, տեսնում ենք, որ շատ դժգոհում են։ Մեղուները բասական լքում են հետագները։ Մտածում եք, ինչ է պատճառը, վարուտոզը, իզդե, թե ինչը։ Այս տարի մեր տարածաշրջանը տարապես շատ զուրկ էր Մեղրից։ Անձամբ ես, որպես ծնվել եմ Մեղրի ենք ունեցել, այսօր 7 տեղ մեր շրջանի իրինդ համայնք կա, մեզանից մոտ 30 կիլոմետր, մինչև այդտեղից, մինչև այս կողքի համայնքը ես նայում եմ Մեղուներ մարդկանց, օգնում եմ, ոչ թե շահութ եմ հետապնդում, այլ գնում եմ, նայում եմ, մշակում եմ, եւ երևակայեք ոչ միտեղ Մեղր այս տարի չկար, շատ սակավ էր, յուրաքանչյուր տատանից այս տարի տվել են 3-ից 5 կիլոգրամ Մեղր, երբ ասենք անցած տարի մինչև 15-20 կիլոգրամ էր, շատ լավ էր, անցած տարի արդեն շահութ հետապնդեցինք, որտեղ շատ էր վաճառեինք, այս տարի ապահովեցինք մեր տան կարիքները մեր երեխաներին։ Ինչն էր պատճառը։ Երևի կլիման, Գարդանը սկզբում անձրևները չափից դուրս, ծաղկման շրջանում անձրևները լվացին լրիվ, այնուհետև ցրտեր տվեցին, մեղուների մեջ սկսեց հիվանդությունը, որը բուժելը այդքան ամեն մարդու խելքի բանը չէր։ Մեղրը տարապես չեղավ, նավի մեջ 4 կողմը ծաղկունք, մեղր չկա։ Տարապես ամեն մի հայատում էսի այգիներ կա, ու մարդիկ զբաղվում են ամբողջ օրը իրաց այգիներով։ Յուրաքանչյուր սուսեցի հաջույքով իր հողամասում աշխատում է, տկնում է, ստեղծում է իր ապրելակերպը, ուրեմն ես բացի այս ծառերից կանաչիներ եմ ցանել, իմ սեփական կանաչիներով եմ օգտվել, ունեմ բոշ, մալինա, սվարոդինա, երևակայեք ելան։ Իսկ գյուղացին եթե
սեփական ծորեն կարի արդյունքներ չունեցավ, շատ դժվար է։ Դե աշխատակ չկա, որ գումար ունենան առևտուրը, հիմնականում առևտուրը կատարվում է փոխանակության միջոցով։ Ծորեն կարի անասուն պահողները նաև բանից հիմի ես սեզոնի ողջեր ընկուզուն են, փոփոխ ունեն, նաև փոփոխով են փոխանակություն կատարում։ Ցավալին այն է, որ արդակին ներդրումներ գյուղում մուտք չեն գործում։ Միայն համայնքի ղեկավարով կամ այստեղ տեղայինով հնարավոր չի լուծել այդ հարցերը։